Գրիգորյան, հմեկի բանավեճից հետո դուք հայտարարեցիք, որ դուք մի այնպիսի բան եք բացատրել, որ այսպես խախտել եք ՔՊԻ-ի սցենարը, որով պետք է Վարդան Ղուկասյանով քաղաք վերցնեին, ասում են ես գիտեմ այս կալանավորումները, ձերբակալություններն ինչ համար է, որտեվ ես գիտեմ ինչ եք բացահայտել, ի վերջո ինչ չէիք բացահայտել։ Դե բացահայտել ենք այն, ինչ որ բացահայտեցինք, այն ինչ որ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ, ես այդ մասին խոսել եմ, այդ մասին հստակ ասել եմ, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն իր կուսակցական լրատվամիջոցներով փորձեց Գյումրիում շրջանառել, նույնիսկ ընտրությունների բուն օրը, դրա գիշերը թռուցիկներ ամբողջ քաղաքով մեկ տարածել, որ ընտրում եք SSS մարդկանց, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին եւ դրանից հետո արդեն բնութագրում էին տարբեր ձևաչափերով բնութագրում էին Վարդան Ղուկասյանին, դրանով փորձում էին քվեներ տանել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպեսզի մարդիկ մեծ քվե չտային։ Մեկը դա, մյուսը քաղաքացիական պայմանագիրը հույսը տրել էր Գյումրի քաղաքում անձնական թշնամությունները խորացնելու վրա, անձնական թշնամության ֆոնի վրա, որ Վարդան Ղուկասյանը քանի որ հայտարարել էր պատրաստ եմ ձայն տալու ինձնից ավել ձեն հավաքածին եւ ես սկզբունքորեն չէի հայտարարում այդ մասին, իրանք ամեն ինչ անում էին, որ Վարդան Ղուկասյանը կարողանար ավելի շատ ձեն հավաքել, հույս ունենալով, որ Մարդուն Գրիգորյանը անձնական թեմաներով պայմանավորված, այսպես թե այնպես ձայն չի դույտալու Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, որի արդյունքում կհագասեր իր այն մյուս ասածին, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի ունենալու եւ մենք գտնելու ենք ձևը, մի բան անելու ենք, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Նրանք այդ առումով հասան որոշակի հաջողության, արդյունքում 2000-ի տարբերությունն էր իմ եւ Վարդան Ղուկասյանի տարբերությունը, որից հետո արդեն ընդդիմադիրները, լրատվամիջոցները, ժողովուրդը, բոլորը մի մարդու պես, այսպես ասեմ, պահանջում էին, որ Մարդուն տուր հնարավորություն հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսեք, այդ հաղթանակը պիտի կա Երևան, այդ հաղթանակը քաղաքային ընտրությունները դարձվեց համապետական ընտրություն, այդ ձևի ալիք բարձրացրեցին, բայց ոնց որ թե մենք մեր քայլերը արեցինք, բայց այդ հաղթանակի ալիքը, ինչպես տեսնում ենք, հələ Երևան չի եկել, ու այդ մարդիկ, ովքեր որ պահանջում էին, որ չմխսեք ընդդիմադիրների հաղթանակը, ես իմ դիմումով, երբ որ դիմել եմ մեր գյումրեցիներին, ժողովրդին, ես ներկայացրել եմ մանրամասը, թե ինչով էր այս ամեն ինչը պայմանավորված։ Հիմա ձեր միջև լարվածություն կա, թե այնուամենայնիվ որոշակի թույլատրել է։ Ուրեմն մեր անձնական խնդիրները, անձնական հարցերը մնում են մեր անձնականը, ինչպես գիտեք, այսքան տարիների ընթացքում մենք բացարձակապես մեր անձնական հարցերը առաջ չենք քաշել եւ չենք քաշելու, սա քաղաքի, սա պետության, պետականության խնդիր է, հարց է եւ անձնական հարցերով առաջնորդվելը այս պահի դրությամբ սխալ է։ Ով ինչ հարց ունի, ով ինչ անձնական հարցեր ունի, անձնական հարցերը պարզելու, լուծելու, ճշտելու, չգիտեմ ինչ անելու տեղ կա, ժամանակ կա եւ դա կապ չունի քաղաքականության հետ։ Սա կոնկրետ քաղաքականություն է, սա քաղաքական քայլ է եւ մենք 9 ուժերից 8-ը ընդդիմադիր էին ներկայանում եւ 8-ս էլ ի սկզբանե ես առաջի անգամ որ հենց այստեղ այս նույն սրահում հարցազրույց եմ տվել, առաջի օրվանից ասել եմ, որ ՔՊ-ին միանալ չի լինելու, ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու եւ ես պահել եմ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է լավ քաղաքապետ է թե վատ քաղաքապետ է, այս պայթրությամբ գնահատական տալ իմաստ չունի, քանի որ հիմա 2025 թիվն ենք, 2011-12 թիվը չենք, 25 թիվն ենք եւ այս պայթրությամբ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելուն գնահատական տալը շուտ է, բայց պիտի ասեմ եւ գյումրեցիներին հատկապես, որ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանը միանձնյա
քաղաքապետ չէ, միանձնյա իշխանություն չէ, Վարդան Ղուգասյանը 4 քաղաքական ուժերի աջակցությամբ, այսինքն 3 եւ իր ուժը, 3 ուժերի աջակցությամբ դարձած քաղաքապետ է, որը պատասխանատու է թե գյումրեցիների առաջ, թե նաեւ այս ուժերի առաջ եւ գյումրեցիներին կուզենամ ուղիղ ասել, որ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա,